Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահական ընտրությունն է, սոր ամենապերվի պահանջը հայրենիք եւ տրնալի իրավունքի իրացումն է։ Արտակ Բեգլարյան, խաղաղություն, ինքնության ոչնչացման գնավ Արմեն Հարությունյանի հոդվածը, Հալեպա փրկարարական տոնը, Հայ կնանոց ու խոխորձը վերականգնման կենտրոնը, Սարդուրի բի սեպագիր արձանագրությունը Վարդենի սածովակում։ Հայտնաբերված հեռագիրը հայերի ցեղասպանության անմիջական ապացույցը, Արմին Վեգներին լուսանկարը հայ որբերի հերթ Ալեքսանդրապոլում, Արցախցուց 2 տարի շարունակվող պայքարը։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կազմակերպում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրության պաշտոնական միջոցառումը վերը 9 նոյեմբերի 22-ին ժամը 12:30-ին։ Միջոցառումը շարունակվելու է մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը հարգանքով հրավիրում է սաղ պատվիրակներին ու հյուրերին մասնակցելի ընտրությանը, մասնակցության հետի նախապես գրանցումը պարտադիր է։ Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ից 18-ը Քեցալա, Դանիա, Իսլանդիա ու Ֆարեյան կղզին է ներկայացնելի հետի Արցախում 2020-ից 2023 թվերին տեղի ունեցած ցեղասպանական գործընթացներն մշակութային ժառանգության ոչնչացումն է տեղահանվածներին ծանր վիճակը։ Ինքն գծալ ավեր հայրենիք եւ տրնալի իրավունքին շտաբ իրականացումն միջազգային հանրության լռությունը վնասակար հետևանքներ ունենալու։ Mission Task Force-ի տնօրենը ու տեղի падգամավորները իրենց ելույթներում նշել են վեր Արցախա համամարտկային պատասխանատվությունը, իսկ 2023-ի սեպտեմբերյան իրադարձություններն դաժան էթնիկ զտում են։ Միջոցառումն եզրափակվել են դանիահայ դաշնակահար Իրինա Հայրապետյանի երաժշտական կատարումներով։ Իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը ներկայացնում է վեր լյուբոյ ժողովրդի գոյատևման հիմքը յուրան պատմական մշակութային ու հոգևոր ինքնությունն է ու հենց այդ ինքնությունն է սոր վտանգված։ Յուրան գնահատում է Բաքվի քաղաքականությունը նպատակոն է ոչնչացնել հայ ինքնության հիմնական հենասյուները, Հայաստանում տեղ ունեցող որոշ գործընթացներ նպաստում են պատմական հիշողությունից ու արմատներից աստիճանական հեռացմանը։ Ընդգծում է վեր միակողմանի քաղաքական զիջումները մենակ խրախուսում են Բաքվի ագրեսիան, որովհետև այդ երկրի իշխանությունը կառուցված է հայատյացության վրա։ Հարությունյանը ասել է, խաղաղությունը կարելի ինի կայում մենակ ազգային ինքնության պահպանման պայմաններում։ Խնդիրը մեղավորների ճարելը չի, այլ Հայաստանը հոգևոր մշակութային ու պատմական ինքնիշխանության պաշտպանությունը, եզրափակում է ինքը։ 1921 թվի հայերի դեմ իրականացված ցեղասպանության անհետը ազգերի լիգայի նախաձեռնությունով Հալեպում ստեղծվել է Հալեպի փրկարարական տոն կոչվող կենտրոնը։ Իր նպատակն այլ փրկել, ճարել ու վերականգնել ցեղասպանությունը վերապրած հայ կնանոց նախոխորձը վերհաճախ բռնությամբ տարագրված ու ընտանիքներից բաժանված ծնելալ։ Կենտրոնը վերահայտնի եղել նաև որպես ընդունելության տոն կամ հասարակության տոն, գործել ազգերի լիգայի ու հայերի դանիացի բարեկամներ կազմակերպության համատեղ ղեկավարությունով։ Ստեղ հսած լյուբոյ կնեգի խոխա գրանցվելիս են հատուկ մատյաններում։ Այս արժեքավոր գրառումները սոր պահվում են Ժնև ազգերի լիգայի արխիվներում որպես ցեղասպանության վերապրածների կյանքը փաստող անփոխարինելի վավերագիր ժառանգություն։ Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի կեսին ստեղծված Վանա թագավորության արքա Սարդուրի բի սեպագիր արձանագրությունը սոր գտնվում է Գեղարքունիքա մարզում Վարդենի սածովակ շենում։ Այս հնագույն արձանագրությունը կարևոր վկայություն է Հայաստան պատմության ու Վանի թագավորության մշակութային ժառանգության հետի։ Թորք պատմաբաններ Ակչամը հրապարակալա Բեհայեդին Շաքիրի 1915 թվի հունիսի 4-ի գաղտնի հեռագիրը վերուղարկված այլ տեղական Քայմաքամին։ Շաքիրը հրցնում է տեղահանված հայերը արդեն ոչնչացվել ընդհանրապես ակսորվալն։ Այս փաստաթուղթը նորից նշանցատան վեր տեղահանություն նպատակոներ ոչնչացման։ Բեհայեդին Շաքիրը ցեղասպան մեքենայի գլխավոր կազմակերպիչների մինն էր։ 1922-ին Բերլինում ինքը ու հանցակի Ջեմալ Ազմինն նրա սպանված հայ վրիժառուների Արամ Երկանյանի ու Արշավիր Շիրակյանի կողմից։ Գերմանացի դոկտոր ու իրավապաշտպան Արմին Վեգները 1915-ից 1916 թվերին լուսանկարել է Ալեքսանդրապոլում Մհենգ Գյումրի որբանոց ընդունվելի հերթական սպասվող հայ որբերին։ Լուսանկարը արվել է Պերվի համաշխարհային պատերազմի օրերին, վեր քաղաքը գտնվելիս էլ ռուսական կայսրության վերահսկողության տակին ու հետագայում տարածել ամերիկյան մերձավոր արևելքի օգնության կոմիտեի կենտրոնը։ Վեգները ծառայելով գերմանական սանիտարական կորպուսում ականատեսել հայերի ցեղասպանության ու գաղտնի ֆիքսալայորեն տասածը չհնազանդվելով օսմանյան արգելքներին։ Հյուրանեկարներն տարան ցեղասպանության կարևորագույն վիզուալ ապացույցներն ու օգտագործվան դատավարություններում։ Ալեքսանդրապոլում ստեղծվել է աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոց որբերի քաղաքը, շտեղ ապաստան ընճարալ տասնյակ հազարավոր հայ խոհեկ։
2 տարի անց Արցախաբռնազավթված հազարավոր հայեր հալան փորձում են վերակառուցին կյանքը դժվարությունների մեջ։ 2023-ի սեպտեմբերին Բաքուն դատապարտել է Արցախը դատարկվելու ավելի քան 120,000 մարդ թողալա իրենց տները։ Հայաստան եկածից շատերը սկսան համարյա 0-ից, իսկ աջակցության ցանցը մհենք սպառված է, մնացածներին հետի ամենօրյա կյանքը պայքարը։ Բայց այս դժվարությունների ֆոնին կան նաև դիմակայության ու կամքի պատմություններ։ 23 տարեկան Էլինա Բալասանյանը վտարումից հետո փորձել է թազյա կյանք սարքել շենում, զբաղվելով սննդի արտադրությունով, ներգրավելով ջահիլներին ու խթանելով կնանոցու տնտեսական ակտիվությունը։ Յուրանմաններին փորձերը հիշեցնում են, որ դաժե կորուստի ու ցավի մեջ արցախցիք շարունակում են պայքարելը իրենց արժանապատիվ ապագին հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։